Բարև ձեզ, հարցազրույցը արտագնա եթերով Գյումրիում է եւ այսօր իմ զրուցակիցը Մայր Հայաստան դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն է։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, պարոն Սիմոնյան։ Խոսելու ենք իհարկե Գյումրիում սպասվող ընտրություններից, 1-2 օր է մնացել ընտրություններին քվեարկությանը, նախ կխնդրեմ ընդհանուր առմամբ գնահատել տրամադրությունները Գյումրիում, Մայր Հայաստանը ակտիվ է եղել քարոզ արշավին, այս օրերը ինչ են ցույց տվել։ Սկսած առաջի օրվանից նկատվում էր պասիվություն մեր քաղաքացիների շրջանում եւ դա բնական էր, որովհետեւ ուզում էր նախկին եւ ներկա տիրույթից դուրս քաղաքական թիմ տեսնել եւ տեխնացու տեսնել։ Մեջտեղի մասում արդեն զգացինք փոփոխություն տրամադրությունների, որովհետեւ տեսնելով մեր ծրագրերը, մեր գաղափարները, մեր թիմը, իրենք ավելի ակտիվություն սկսեցին ցուցաբերել եւ մենք զգում ենք այդ ամենը։ Առաջի բանը, որ մենք կոչ արեցինք, չմտնել անձնական դաշտ, անձնական տիրույթ, որովհետեւ Գյումրիին սազական չի այդ դաշտի ելևէջները։ Այս պայն գնահատում եմ նորմալ, չնայած իշխանությունների վարած քաղաքականության, որ վարչական ռեսուրս են չարաշահում, փորձում են սևացնել ընդհանրապես դիմադիր տեխնացուներին եւ ինչ է առաջարկելու Գյումրեցում, այստեղ բավականին թեժ ընտրապայքարի ականատես ենք, Մայր Հայաստանը ինչ օրակարգով է մասնակցում այս ընտրապայքարին։ Մեր թիմը ունի եւ ընթացիկ ծրագրեր եւ հեռանկարային ծրագիր, որը ներկայացրել ենք քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներին։ Հեռանկարային ծրագիրը վերաբերում է ազատ տնտեսական կոդուն եւ ազատ քաղաքի կարգավիճակին, որը մեր գնահատմամբ միակն է այսօր, որ կարող է 2-ից 3 տարվա ընթացքում Գյումրին 180 աստիճան դեպի լավը փոխել։ Եվ ներդրումների հոսք ապահովելու համար փորձել ենք կապեր հաստատել բարեկամ երկրների հետ, որպեսզի հասկանանք ովքեր են պատրաստ ազատ տնտեսական կոդու պայմաններում այստեղ ներդրումներ անել, քանզի լավ գիտենք, որ առանց ներդրումների ազատ տնտեսական կոդին ոչինչ է, փորձը ցույց է տվել մեզ, մենք ունենք նաև մեղրի տարբերակը եւ արձագանք ստացանք Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակներից, նաև մեր մտերիմների շրջանակներից, որ մենք պատրաստական ենք գալ եւ ներդրումներ անել։ Նաև Ռուսաստանի Դաշնության հենց պետության կողմից աջակցություն ստացավ մեր ուժը, որ աջակցում ենք այս ծրագրերին եւ պատրաստ ենք ծրագրեր նկատի ունենք։ Այո, ազատ տնտեսական կոդու ծրագրին իրենք հենց pedagogan մագարտակով արձագանքեցին, որ աջակցում ենք եւ փորձը եղավ տեսանք ընդհանուր, որ մեր կազմակերպած կոնֆերանսին ռուս պատգամավորը իշխող ուժի նաև հայտարարություն տարածեց, որ ողջունում է այս ծրագիրը։ Եթե ճիշտ եմ հասկանում, խոսք է գնում արդեն իսկ նախապայմանավորվածությունների մասին, մի փոքր մանրամասնեք ինչ ծավալի ներդրումներ եք ակնկալում, եթե այս պայքարում հաջողությունը Մայր Հայաստանի կողմից լինի։ Ծավալները մեծ են, ծավալները մոտ 500 միլիոն դոլարի են հասնում, որի իր հերթին ենթադրում է 10-ից 15 հազար աշխատատեղ։ Եվ Գյումրին բացի սոցիալական խնդրից, որը կարևոր է, էական է ու այստեղ բավականին սուր է արտահայտված, նաև ունի քաղաքային ենթակառուցվածքի պահպանության խնդիր, գիտենք մշակութային քաղաք է ու կան շինություններ, որոնք հոգացության ու խնամքի կարիք ունեն, այս մասով ինչ նախաձեռնություն ունի Մայր Հայաստանը։ Ասեմ, խնդիրները բազմազան են, հազարավոր են, որ փորձես դասակարգել վերջ չի ունենա, նաև չես կարող ասել առաջի 5 կամ 10 խնդիրների լուծումով կարողանաս էական փոփոխություն տալ, դրա համար մեր հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակներում է պետք նայել այս հարցերի լուծումը, որպեսզի գումարների մուտք ապահովենք բյուջե, կենսամակարդակ բարձրացնենք մեր քաղաքացիների եւ զբաղվել են ծրագրերով, որոնք որ ծառացած են տարիներ շարունակ։ Ներքին մեր ընթացիկ ծրագրերից մի քանիսը ասեմ, որ պատկերացում կազմենք, թե չէ որ սկսենք այդ խնդիրներից խոսել, մի տարին էլ բավական չէ։
Առաջին աշխատակազմից կանք, որ եթե չունես արտար աշխատավարձ, ուրեմն աշխատակազմիդ աշխատանքները չեն լինելու բարձր մակարդակի, քանզի ուշք կլինելու է իր ընտանեկան հոգսերը, իր անձնական ծախսերը եւ չի կարողանալու կենտրոնանալով տալ Գյումրուն այն ծառայությունը, որը իրոք այսօր մեզ պետք է։ Աշխատավարձերի բարձրացումով մենք պետք է լուծենք այդ հարցը եւ աշխատակազմը բացի Գյումրիում ծառայություններ մատուցելուց չպետք է մտածի այլ հարցերի վերաբերյալ, այսինքն որակ ստանալու համար պետք չէ խնայել որևիցե գումար։ Իսկ մեր մասով, որ գործարար դաշտից եկած մարդիկ ենք եւ հիմնական առավելությունը դա է համարում գյումրեցին, որ ունենք այդ փորձը, որ տնտեսելով կարողանանք զարգացում ապահովել մեր քաղաքին։ Հաջորդ հարցերից ունենք նախակրթական համալիրերում խնդիրներ, երբ խմբերի քիչ քանակություն ունենալու պարագայում հազարավոր երեխաներ սպասում են իրենց հերթին, նաև չտալով իրենց ծնողներին հնարավորություն, որպեսզի կարողանան ցերեկային ժամերին հաջողել աշխատանքի եւ իրենց գումարը վաստակեն։ Այսպիսի բազում հարցեր կան, որ խմբեր ձևավորելու եւ աշխատանքներ կազմակերպելու համար պետք է ջանք չխնայվի։ Ունենք նաեւ համահարտեցման ծրագիր, այսպես մտածելակերպ, որ Գյումրին մենակ կենտրոնը չի։ Ցանկացած զարգացած քաղաք, որ գնում ես, նույն եվրոպական քաղաքները, երբ որ տուրիստական քարտեզ են տալիս, տեսնում ես, որ քաղաքի 4 ծայրամասերում կա տուրիստական կոդի, որ մարդը անպայման ուզենալու է գնահատի այնտեղ։ Այսինքն համահարթ զարգացման խնդիր է դրել։ Իհարկե, որտեղ առանց դրա ներդրողը գալիս է, տեսնում է շարժը կենտրոնում է, ուզում է ինչ-որ միտեղ ներդրում անի, փակ է արդեն, բոլորը գնված են, բոլորը սեփականատերեր ունեն եւ առաջարկը ստանալով ծայրամասում ներդրում անելու փախնում է ուղղակի։ Մենք ունենք հրաշք շադրվաններ Մանուշյան թաղամասում, հենց պատմամշակութային ժառանգություն է ինքը, որ փորձենք այդտեղ ինֆրաստրուկտուրաները զարգացնելով, ներդրումային պարարտ հող առաջարկելով զարգացնել նաեւ այդ տարածքը եւ դրանով նաեւ կլուծենք մեր կանաչապատման հարցը, օդի մակրման հարցը, յուրաքանչյուր տնտեսվարող, երբ որ սեփական բիզնես է ծավալում, համոզված ենք, չէ՞, որ բարեկարգելու է իր այդ տարածքը։ Նաև ունենք խնդիր շատ կարևոր, որ Երևանյան խճուղին 20-30 մետր հեռավորության վրա է գտնվում մեր մսի կոմբինատ տաղամասից, այդպես են կոչում գյումրեցիները, հենց մսի կոմբինատ, եւ երկաթգծի պատճառով տարիներ շարունակ չի կարող մեքենայով կապվել այդ 50 մետրին։ Ստիպված են ամբողջ քաղաքը շրջանցել, որպեսզի կարողանան Երևանյան խճուղում միանան կամ քաղաքից դուրս գան կամ մուտք ապահովել։ Եթե կարողանան այդ մեր ձևավորած խմբերը զբաղվեն այդ աշխատանքներով եւ հասնեն հաջողության, որ այդտեղ շլամբաումներ կառուցվեն, ուրեմն նաեւ այդ թաղամասին մեծ օգուտ կլինի եւ այդ թաղամասը ինքն իրեն կզարգանա։ Ունենք շատ կարևոր խնդիր Մուշ թաղամասում, երբ ոչ հեռու գտնվում է մեր քաղաքային աղբանոցը եւ ամեն առավոտ քաղաքացիները ֆիքսում են, որ առնետների հոս կա, այդ այրված աղբի ծուխը եւ կարշահոդությունը խեղդում է իրենց։ Կարելի է նաեւ այդ նոր մոդելների կիրառմամբ կառուցել աղբի վերամշակման գործարան, որը եւ եկամուտ է ապահովելու եւ մաքրելու է Մուշ թաղամասը եւ ամբողջ Գյումրի քաղաքը այդ ծխից, այդ վնասակար նյութերից։ Պարոն Սիմոնյան, սրանք տեղային խնդիրներն էին, որոնք լուծման կարիք ունեն։ Ընդամենը մի քանիսը տեղային խնդիրներից։ Նաև Մայր Հայաստան այն միավորն է այս ընտրապայքարում, այն ուժն է, որը քաղաքական օրակարգել է ներկայացնում ու հանդես է գալիս այդ օրակարգով, կխնդրեմ անդրադառնաք նաև այս հարցին։ Ինչպես նշեցիք, քաղաքական օրակարգ է բերում առաջ, դա նրանից է գալիս, որ եթե ձուկը գլխից է հոդած, ուրեմն դու չես կարող իջնել ներքև, փորձես ինչ-որ մեծ բարելավումներ ապահովել, դրա համար ինչ առաջարկում մեր ուժը։ Փոփոխության հասնելով Գյումրիում, նաև ցույց ենք տալիս, որ գործող իշխանությունը լեգիտիմություն չունի, այսպես ասած,
սրոք գոդնեսը անցել է արդեն եւ կարելի է նաեւ համապետական մագարտակով փոփոխությունների հասնել, փոփոխությունների հասնելով վերջնական եւ իրական փոփոխությունը բերել Հայաստանի համար։ Իշխանությունը ջանք չի խնայում ռեսուրսները օգտագործել, արդեն տարբեր տեղեկություններ, ահազանգեր կան վարչական ռեսուրսի կիրառման, նախապատրաստման, տարբեր ճնշումների մարդկանց վրա գործադրելու, ինչ-որ ձևերով փորձելու ազդել, այս մասով ինչպես է պատրաստվում Մայր Հայաստանը հակազդել կամ այս իրավիճակում ինչպես է պատկերացնում քվեարկության օրը հնարավորությունները։ Իշխանությունից այլ բան չենք կարող սպասել, որովհետև իրենք եկան այն լոզունգներով, որ ժպիտով ենք գալիս ենք, որ համախմբենք ամբողջ ազգին եւ երկրորդ օրվանից տեսանք սև սպիտակը։ Երկրորդ օրվանից տեսանք, որ ադրային քաղաքականությունը իրենց տանելու է կործանման այս երկիրը։ Իրենց բռնած քաղաքական ուղին, իրենց լոզունգները ամեն ինչը ուղղված են մեր պետության դեմ, մեր երկրի դեմ։ Եվ այդ պառակտումը, որը նաև գալիս էր նախորդ իշխանությունների կողմից, որը հենց այդ չարաբաստիկ ռեյտինգային ընդրահամակարգն էր, որ մտավ յուրաքանչյուրի ընկերություն, մտավ յուրաքանչյուրի թաղ եւ բարեկամության մեջ, որովհետեւ ամեն ընկերոջ կողմից մեկը առաջադրվում էր որպես տեխնազու եւ այդ պառակտումը այդտեղից սկսվեց, իսկ այս իշխանությունը շարունակություն տվեց եւ հասցրեց կակատնակետին, որ այսօր նույնիսկ ընտանիքի անդամներն իրար հետ չեն խոսում։ Եվ մեր գալով մենք ուզում ենք ցույց տալ, որ իրական համախմբումը, իրական փոփոխությունը սպասեք այս թեմից։ Եվ կարևոր խնդիր գյումրեցիներին հաջողվել է տեղ հասցնել այս ընտրության կարևորությունը, որովհետև գաղտնիք չէ, որ միստվար հատված պարզապես չի մասնակցում ընտրությանը, չի գնում քվեարկելու ու դա որոշիչ է դառնում երբեմն արդյունքի տեսանկյունից, այսինքն դա աշխատում է իշխող ուժի օգտին։ Ես ասեմ, առաջի հարցին մոտավորապես անդրադարձա, որ սկզբնական փուլում շատ пассив են քաղաքացիները, բայց տեսնելով մեր թիմի առավելությունները, մեր թիմի ազնիվ մղումները, փորձեցին ակտիվանալ։ Դուք շատ ճիշտ եք նկատում, եթե այն 60-70% քաղաքացիները չմասնակցեն ընտրություններին, իշխանությունը իր ծև գործը փորձելու է անել, հիմիկվանից արդեն խոսում են այդ ընդրակեղծիքների շրջիկ խմբեր ձևավորելու, ես չգիտեմ, բայց այստեղ մենք շատ անելիք ունենք եւ փորձում ենք մաքսիմալ անել։ Նման ընդրահամակարգերում 50+1 ձայների վստահությունը ստանալը շատ դժվար է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, եթե մենք ժամանակ ունենանք մեր թիմով եւ կարողանանք հասցնել յուրաքանչյուր գյումրեցու մեր նպատակները, մեր ծրագրերը, գաղափարները եւ մեր թիմին բոլորը ճանաչեն, համոզված եմ մենք այդ 50+-ը վերցնելու ենք։ Իսկ եթե չստացվի, փորձելու ենք դառնալ այն համախմբող թեմը, այն համախմբող ուժը, որը կարող է ընդհանուր Գյումրուն դիմադիր դաշտը մեկտեղել եւ իշխանազրկել քաղաքացիական պայմանագրերը։ Եթե Մայր Հայաստանին չհաջողվի ձեր նշած սցենար իրագործել, հնարավոր կոալիցիաներին ինչպես է վերաբերում Մայր Հայաստանը եւ որ ուժերի հետ եք տեսնում այդ համագործակցությունը, եթե դուք չլինեք առաջին ուժը, որը կհաղթահարի ամենաբարձր շեմը։ Սկզբունք ենք որտեղ գրել, որ չվիժեցնենք ընդդիմության համախմբումը եւ կոչ ենք արել բոլոր ուժերին, որ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժին կանգնեն սատար, աջակցեն, որպեսզի միանձնյա ստանձնի կառավարման ղեկը Գյումրու, որովհետև այդ կուլիսային պայմանավորվածությունները, աթոռապաշխումը, պաշտոնապաշխումը խանգարելու է ընդդիմության միավորմանը եւ հենց մենք էլ հավակնում ենք այդ դերը ստանձնելուն։ Եվ եթե փորձենք այս հատվածը ամփոփել, այսինքն մինիմալ ու մաքսիմալ ինչ խնդիրներ է դրել ձեր ուժը։ Մինիմալը, որ իշխանազրկենք քաղաքացիական պայմանագրին Գյումրու կառավարումից եւ մաքսիմալը ստանձնել Գյումրի քաղաքի կառավարումը
եւ կազմակերպել որակյալ, բարեխիղճ եւ ազնիվ աշխատանք։ Եվ վերջին հարցը Մայր Հայաստանը նաև աշխարհաքաղաքական հստակ դիրքորոշում ունի եւ Գյումրին այդ տեսանկյունից բավականին զգայուն է, որովհետև այստեղ գտնվում է ռուսական ռազմաբազան ու նաև կան ուժեր, որոնք օրինակ այդ ռազմաբազան հեռացնելու խնդիրներ են դնում, ձեր դիրքորոշումը Մայր Հայաստանի այստեղ հստակ է, կխնդրեմ նաև այս տեսանկյունից վերլուծել հարցը եւ ձեր կարծիքով դա ինչ նշանակություն է ունենալու Գյումրու հետագա զարգացման, գուցե նաև անվտանգության տեսանկյունից։ Դիրքորոշումը մեկն է, դատապարտելի է եւ բազմիցս հորդորել ենք, որ նման հայտարարություններ չանեն եւ դրա համար է, որ մենք չունենք իրենց այդ ընդհանուր եզր, խոսքը Եվրադաշինքին է վերաբերում, ովքեր առաջին իսկ օրը հայտարարեցին, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը կամ ամեն ինչ անելու են։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում կոչ եմ արել, որ միք մտեք այդ դաշտ, դա ձեր խելքի բանը չի, դա մենակ գիրք կարտալու բան չի, դա նաև հասկանալու բան է, որովհետև գիրք կարտալը մեկ այլ բան է, հասկանալը մի այլ բան։ Հիմա իրենց յուրաքանչյուր սատարող, այսպես ասած, փիլիսոփայական կարող է խոսել, բայց գյումրեցիների գրեթե 90%-ը, եթե ոչ 100% է, այսպես ասեմ, համեստ գտնվեմ, դեմ է այդ բանին, որ Գյումրիից հեռացվի ռուսական ռազմաբազան, որովհետև դա կարող է աղետաբեր լինել, իրենց ոչ հեռատես, իրենք էլ են, չէ, նույն հայն են, նույն քաղաքացին են, բայց պետք է հասկանալ, էլի, ուղեղի ցածր մագարտակն է հուշում, որ կարելի է այդպիսի բան մտածել եւ հայտարարել, թե դավադրության տեսությունը պետք է առաջ բերել, բայց ամեն դեպքում վտանգավոր թեզ է, պետք է օր առաջ կանխվի նմանատիպ թեզերը, որովհետեւ մենք չունենանք աղետներ եւ Գյումրի քաղաքում եւ ամբողջ Հայաստանում։ Եվ եթե ունեք ասելիք ձեր ընտրողներին, կարող եք օգտագործել այս հնարավորությունը։ Կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին ակտիվորեն մասնակցեն ընտրություններին, ձայն չտալ ոչ մի պարագայում իշխանությանը, ընդդիմադիր որևիցե ուժի, որևիցե տեխնազուի գնան ձայն տան, բայց ոչ իշխանությանը։ Իսկ եթե ուզում են վստահել մեր ուժին, որ մենք օր-օր զգում ենք այդ վստահության ավելացումը, օր-օր զգում ենք մեր թիմի համալրումը եւ երիտասարդներով եւ նույն շինարար մասսաներից է գալիս իմպուլսներ, որ մենք ձեր կողքին ենք, ուղղակի հանգամանքներից ելնելով չենք մեր դեմքով երևում այդտեղ, կոչ եմ անում բոլորին ակտիվորեն մարտի 30-ին իրենց ձեռքի մեկ հարվածով իրական փոփոխություններ բերել Գյումրու համար։ Շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։